Վերջին շրջանում հեղուկ գազի թանկացման հետ կապված ես մի քանի նամակներ եմ ուղարկել պատկան մարմիններին եւ իրենց հիմնավորումը հետեւյալն է, որ դա կապված է շատ ժամանակ թանկացումը կապված է լոգիստիկ խնդիրներով, որոնք որ առաջանում են վերին լասի անցակետով, քանի որ հարցի տեսքով հնարավորություն չկա ձեզ այդ հարցը տալու, նաեւ ուզում եմ այս հնարավորությունը օգտագործել եւ դուք բարձրաբանումներ տակ, ինչ քայլեր են ձեռնարկվում կառավարության կողմից այդ խնդիրները, որ առաջանում են եւ դրանով պայմանավորված որոշակի սեզոնին թանկացումները լինում հեղուկ գազի շուկայում, այդ խոչընդոտները վերացնելու եւ մեր ազգաբնակչությունը հնարավորություն ունենա էժան եւ այսպես հնարավոր այդ խնդիրներով չպայմանավորված ամբողջ այսպես ասած սեզոնին կարողանան այդ լոգիստիկ խնդիրները լուծվեն եւ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չլինի մեր հայրենակիցների գրպանի, որովհետեւ այդ տարբերությունները զգալի են, ես կարող եմ օրինակները նշել, այդ դրանով պայմանավորված 70-ից 80 դրամ ուրեմն կախված որոշակի ժամանակահատվածից եւ լոգիստիկ խնդիրներից մեր քաղաքացիները ստիպված են լինում իրենց գրպանից լրացուցիչ միջոցներ ավել հատկացնել եւ դա լուրջ հարված է եւ տնտեսությանը եւ մեր ազգաբնակչությանը։ Այս հարցի վերաբերյալ նորից էլի հարցս ուղղեմ, ինչ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի կարողանանք այդ խնդիրները եւ այն խնդիրները, որ առաջանում են վրացական եւ ռուսական կողմի, այդ խնդիրները կարողանանք լուծենք եւ այդ անխոչնդոտ եւ ժամանակին այդ մատակարարումները լինեն եւ տնտեսվարողը չասի, որ դրանով պայմանավորված ասենք թանկացնում է հեղուկ գազի գինը։ Մտքերի փոխանակությունն ավարտվեց, եզրափակիչ ելույթ պարոն Ավետիսյան ցանկանում եք ունենալ։ Պարոն Սիմոնյան, համեցեք։ Շնորհակալություն պարոն Դանելյան, ես լոգիստիկ մասին կանդրադառնամ, որովհետև գազի գնագոյացման հետ կապված կարծում եմ հարցը մեր տիրույթից դուրս է։ Լոգիստիկայի հետ կապված ես նշեմ, որ Լարսի հիմնախնդիրը, որը պայմանավորված է հիմնականում եղանակային պայմաններով եւ տարվա ընթացքում մինչեւ 2 ամիս, այսինքն ընդհանուր օրերի քանակը, եթե հաշվարկենք, ընդհանուր մինչեւ 2 ամիս ժամանակահատվածով փակ է լինում, այսինքն այդ իրավիճակը մենք ունենք բավականին երկար ժամանակ։ Հիմա այդ խնդիրը նաեւ ոչ միայն Հայաստանի բեռնափոխադրողներին է անհանգստացնում, այդ խնդիրը նաև անհանգստացնում է այդ ուղին ուղուց օգտվող այն երկրների բեռնափոխադրողներին, որոնք իրականացնում են փոխադրումներ ԵԱՏՄ երկրներ կամ ԵԱՏՄ երկրների միջոցով երրորդ երկրներ։ Եվ այդ կապակցությամբ նշեմ, որ այն ճանապարհահատվածը, որը որ հիմա կառուցվում է վրացական կողմում, ճիշտ է նախատեսված էր սկզբնական, որ դեռ 24 թվականի վերջին պետք է ավարտին հասցվեր սկզբնական կանխատեսումը, բայց հաշվի առնելով COVID-ի հետ կապված, լոգիստիկ փոփոխությունների հետ կապված հոսքերի որոշակի խնդիրներ, այդ ժամկետը հետաձգվեց եւ մենք կարծում ենք, որ մոտակա ժամանակներս այս տարվա վերջ կամ մյուս տարի այդ ճանապարհը, որ այդ ձնահյուսավտանգ այդ հատվածը շրջանցում ամբողջությամբ պատրաստ կլինի եւ Լարսը այլևս վերին Լարսի անցակետը այլևս կգործի տարին 365 կամ 366 օր։ Եվ դրա հետ կապված ծախսերը, որոնք լրացուցիչ առաջանում են բեռնափոխադրումների ժամանակ, կհասցվեն մինիմումի։ Շնորհակալություն։